Վաղարշաբաթի ավականու առաջիկա ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող ընտրողների թիվը 69866 է։ Նոյեմբերի 16-ի քվեարկությանն ընդառաջ հրապարակվել են վերջնական ընտրացուցակները։ Նախնական թիվը մեզ մոտ 70022 էր ընտրողների, այսինքն թիվը նվազել է եւ սա բնական է, գրեթե միշտ այսպես է լինում։ Համայնքային ոստիկանները հայտնաբերում են շատ ընտանիքներում մահվան դեպքեր, իսկ մենք գիտենք, որ շատ պոպուլյար մանիպուլյացիաների առիթ է, երբ ընտրացուցակում տեսնում ենք անուն ազգանուն եւ պարզվում է, որ անձը մահացած է եղել։ Անձն այս դեպքում հայտնվում է ընտրողների ցուցակում, քանի որ ըստ միգրացիոն ծառայության ղեկավարի որոշ դեպքերում հնարավոր չի լինում ստանալ անձի մահվան վերաբերյալ տեղեկություն, հատկապես երբ անձը մահանում եւ ուղարկավորվում է Հայաստանից դուրս։ Այս դեպքում համայնքային ոստիկանությունն է նաեւ անցկացնում տնայցեր։ Եթե մարմինը աճյունը ինչ որ տարբերակով բերվում է Հայաստան, սահմանահատում է տեղ ունենում կարգո տարբերակով, այդ տվյալը մենք ունենում ենք եւ ցուցակներից դուրս է բերվում անձի վերաբերյալ տեղեկատվությունը։ Հակառակ պարագայում ոչ, հակառակ պարագայում, երբ որ ժառանգները ըստ էության դիմում են մահվան վկայականը ներկայացնում են ոլորտի լիազոր մարմին կամ ժառանգության process-ների համատեքստում ձեռք է բերվում է տեղեկատվությունը, անձի տվյալը մաքրվում է։ Ըստ Դավթյանի կան բոլոր մեխանիզմները, որ անձն իրացնի ընտրական իրավունքը, նույնիսկ այն դեպքերում, երբ ինչ-որ պատճառով ընտրողի անունը ընտրողների ցուցակում չկա։ Միգրացիա եւ քաղաքացիության ծառայության վաղարշաբաթի ստորաբաժանումը քվեարկության ամբողջ օրը աշխատելու է։ Նաև դատարանն է հատուկ ռեժիմով գործում, որպեսզի նաև դատական գործերը պատշաճ արձագանք ստանան, որոշում կայացվի նույն օրը եւ ընտրելու իրավունքը իրացնելու հնարավորություն լինի, եւ սա վերաբերում է բոլոր իրավիճակներին։ Եթե օրինակ անձը ունի ժամկետ անձը հաստատող փաստաթուղթ, դիցուկ 5 ամիս անցել է անձնագրի վավերականության ժամկետից, նա հայտնվում է ընտրացուցակում, սակայն պետք է անձնագրի փոխանակման դիմում ներկայացնի մեր ծառայությունում եւ մենք փոխարինող փաստաթուղթ ենք տրամադրելու, որով կմասնակցի ընտրություններին։ Եթե փաստաթղթի վավերականության ժամկետը անցած է լինում 6 ամիս եւ ավելի, անձը չի հայտնվում ընտրացուցակում, բայց այդուհանդերձ իր ընտրելու իրավունքը կարող է իրացնել նույն ճանապարհով, այսինքն լրացուցիչ ընտրացուցակ դեռևս ձևավորվում է ամսի 11-ից մինչև ամսի 16-ը ընկած ժամանակահատվածում եւ ներառյալ քվեարկության ողջ օրը բոլոր նրանք, ովքեր ընտրելու իրավունք ունեն, միևնույնն է հայտնվում են լրացուցիչ ցուցակում։ Համայնքային ընտրություններին ընտրելու իրավունք ունեն ոչ միայն Հայաստանի քաղաքացիները, այլև այլ իրավական կարգավիճակ ունեցող անձինք։ Մեր երկրում օրինական հիմքով բնակվող օտարերկրացիները, փախստականները, ժամանակավոր պաշտպանության ներքո գտնվողները, քաղաքացիություն չունեցող անձինք։ Այս բացառությունների դեպքում սակայն հաշվի է առնվում անձի 18 տարեկան լրանալն ու տվյալ համայնքի ռեգիստրում առնվազն 12 ամսվա հաշվառում ունենալու փաստը։ 2205 ժամանակավոր պաշտպանության ներքո գտնվող տեղահանված անձ, ովքեր ընտրելու իրավունք ունեն, 573 օտարերկրացի, որոնցից 532-ը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են։ Ես հիշում եմ նախորդ տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությունների ժամանակ մենք ունեցանք շահարկումներ բազմաթիվ Հնդկաստանի քաղաքացիների մասով։ Ես նշեմ, որ տվյալ պարագայում այնպես է ստացվել, որ որևէ Հնդկաստանի քաղաքացի վաղարշաբաթի ընտրացուցակներում ներգրաված չէ, այդ պարզ պատճառով, որ իմ նշած չափորոշիչներին համապատասխանող իրավիճակ չունեինք, ունենք Վրաստանի քաղաքացիներ 16-ը 10 տարով կացության կարգավիճակ ունեցող ազգությամբ հայ, բայց Հայաստանի քաղաքացի չհանդիսացող 14 անձ եւս իրավունք ունի մասնակցելու վաղարշաբաթի ավականու ընտրությանը։ Ընտրելու է նաեւ փախստականի կարգավիճակ ունեցող 60 անձ, չհաշված Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք։ Մայա Խաչատրյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։